Դուք նորմալ եք համարում հոգևորականների նկատմամբ նման վերաբերմունքը, երբ 7-8 ժամ հարցաքննում են նրանց եւ թույլ չեն տալիս, որպեսզի փաստաբանները մտնեն ներս եւ իրենց պաշտպանյանների մոտ եւ բացի այդ դուք արդարացրեցիք նաեւ գործողությունները, որոնք իրականացվել են Տեր-Վրդանես Բաղարյանի տանը խուզարկության ժամանակ, ասում եք անհետաձգելի գործողություններ իրականացում չէին կարող թույլ տալ, որ նա գիշերանոցը փոխել, սա փաստացի ձեզ համար նորմալ երևույթ է, բայց այդ այն որ իր մոտից եւ իր ընտանիքի անդամների մոտից իրենց իրերը վերցրել են, ասում եք որ քննություն է իրականացվում, 10 օր է քննություն է իրականացվում եւ չի վերադարձվել հեռախոսները եւ պլանշետները եւ այլն անձնական իրերը։ Այս առումով սա նորմալ վերաբերմունք է եւ տպավորություն է, որ հրահանգավորված է, որպեսզի միտումնավոր կերպով հոգեվորականներին խուզարկելիս, նրանց բերման ենթարկելիս, նրանց անձը նսեմացնող արարքներ թույլատրվի։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել։ Հոգեվորականն է նաեւ այդպես պնդում։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել եւ վստահեցնում եմ, որ քննչական կոմիտեում առավելագույնս հարգանք են ցուցաբերում դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, քանի որ մամուլում նման հրապարակումներ եղավ, որ չգիտեմ, որևիցե իրավունքներ սահմանափակվել էր, ենթադրաբար նման հաղորդագրություններ եղավ, իմ հանձնարարականով ծառայական քննություն է իրականացվում։ Որ մասում որ չեն թույլատրել, չգիտեմ, այո, դեմա այդ բոլոր երևույթներով հարվածել են շանը, վիրավորական արտահայտություններ են արել։ Հիմա այս մասով ծառայական քննություն է նշանակված եւ ծառայական քննության արդյունքում եթե պարզվի, որ որևիցե սուբյեկտ, որևիցե քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք, որ կենթարկվի կարգապահական պատասխանատվության մեխանիզմները քննչական կոմիտեում գործում, բայց մինչև վերջ լսեք, դուք նշում եք, որ նշեցիք, որ հրահանգ կա, այտենց միտումնավոր կերպով նսեմացնելու, նրանց ավազանի անունով կոչելու, նաև հոգևորականներ նշում, որ հարգելի լրագրող, քրեական դատավարությունում քննիչը պետք է պարզի անձի ինքնությունը, անձնագրային տվյալները։ Որքան էլ որ հոգևորականը ավազանի անունով ինքը այլ անուն է կրում, քննիչը չի կարող այդ մարդուն դիմի կամ կենսագրական տվյալների մեջ նշի ավազանի անունը։ Պարզելուց հետո ասում է շարունակում է նույն անունով դիմել միտումնավոր կերպով։ Դե հիմա երկխոսության է վերածում, էլի դուք հարցը տվել եք։ Դուք հարցը տվել եք, թույլ տվեք պատասխանեմ եւ անցնենք առաջ, հա։ Կենսագրական տվյալների մեջ նշում է պարտադիր անձի անձնագրային տվյալները։ Եվ քննիչը չի կարող այլ անվամբ դիմել է տվյալ անձին, եթե կարգավիճակ ունի, այսինքն այս մեկ օրենքով է դա կարգավորվում։ Հաջորդը նման հրահանգ գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Քննիչը գործում է խստիվ օրենքի պահանջների իմպերատիվ պահպանման։ Իսկ ինչ վերաբերում է այդ գործերին, պլանշետներ վերադարձնել, ես նշեցի, կարող է 10 օր չէ, կարող է մի ամիս տևի, ծավալը մեծ է, պետք է զննի, զննության ենթարկի, արձանագրի, այնտեղ վերականգնելու հետ կապված խնդիրներ ունենք եւ այլն։ Մի հատ հասկանանք ինչ տեղեկատվություն կա, նոր լուծենք այդ իրերի արգրաված իրերի տնօրինման հարցը։ Պարոն Պողոսյան, ինչի՞ է ձեր տարիքը մոնտաժված տեսագրություն հրապարակել։ Մի մասում չպատասխանեցիք եւ պաշտպանյաններին թույլ չէին տալիս, որպեսզի մտնեին փաստաբանների մոտ։ Փաստաբաններին թույլ չէին տալիս, որտեղ պաշտպանյանները։ Մենք այդ մասով 7-8 ժամ ձեր ստացված տեղեկատվությունը չի անպատասխանում իրականությանը, որովհետև այնտեղ անձիկ են եղել ովքեր որ ցանկություն չեն ունեցել փաստաբան ունենալ, անձիկ են եղել ովքեր որ ըստ էության նաև ապահովել են փաստաբանի ներկայությունը, այս առումով մենք որևիցե Պարոն Պողոսյան, ինչ էր ձեր տարիքը։ Փաստաբանները այդպես էին նշում։ Տեղը ոչ մեկ չգիտեր Մկրտիչ Սրբազան։ Վերջացնեմ ու ասենք, այդ առումով ձեր ներկայացած տեղեկատվությունը չի անպատասխանում իրականությանը, բայց նշեցի այնուամենայնիվ այս մասով ծառայական քննություն է նշանակել։ Պարոն Պողոսյան, առաջնորդարանում երբ որ խուզարկություն եք իրականացնում, Երբ Բակրատ Սրբազանի եւ մյուսների գործը մոնտաժված։ Այո։ Այդ հարցին պատասխանեցի ազգային ժողովի պատգամավորի, նաև ՀՄԿ-ի հարցազրույցում եմ այդ մասին անդրադարձել։ Եթե դուք խոսում եք, ես գնամ։ Նախ նշեմ, որ ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերյալ երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ ունենում, խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելու, չէ, կներեք, միջև վերջ ավարտեմ։ Հեղաթյուրվածը։
Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն Ծրել եք ձեզ հարմար տարբեր։ դե հարմարը որն ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ Մեր մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության Չէ, լսեք միջև քաղաքացիների մասին։ լսեք միջև Թե մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պատի հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Ինչ վերաբերում է այդ գյուլելու հետ կապված դրվագին, նոր այդ հարցին նոր դարձյալ եւս մեկ անգամ նշել այդ հայտարարությունը սկզբից նշեցին, որ այդ հայտարարությունը իրենք չեն կատարել, հետո նշեցին, որ այդ հայտարարությունը կատարել են, հետո նշեցին, որ չգիտեմ այդ հայտարարությունը ուղղված չէր, չգիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված էր, չգիտեմ հիմա գիտեք ինչ, այնց հարցեր եք բարձրացնում, որ թե թիրախները ովքեր են գյուլելու թիրախները կամ երբ պետք է գյուլեին կամ որ պատիտակին պետք է գյուլեին այդ մարդկանց դա պետք է իրանք ասեն թող ասեն հրապարակային դատաքննությունը այդում թող ասեն ում պետք է գյուլեին ես եղել է գյուլելու խոսակցություն մենք այդ մասը հրապարակել ենք հիմա ում պետք է գյուլեին թող իրանք որոշեն ում պետք է Թուրքերին եւ ադրբեջանցիներին Ո՞ւմ անձանց նկատմամբ չկար դատարանում կհետազոտվի բոլոր հարցերի պատասխանները կստանա, քանի որ գործով, այլևս առնվազն այդ անջատված դրվագով, օրենքով մենք վարույթ իրականացնող մարմինը դատարանը կորոշի, որ պահին ապացույցների ինչ հաջորդականությամբ կհետազոտվի, եթե հարցեր մնան, խնդրեմ, արդեն վարույթ իրականացնող Պարոն Պողոսյան, դուք բայց դուք ինչի որոշեցիք, որ մենք ունենք լարված հարաբերություն։ Ոչ նորմալ աշխատանքային է, շատ նորմալ։ Երբ որ հանրահավաքներին պարտադրելու, մասնակցելու պարտադրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվում, մեղադրանք է լինում հանրահավաքներին Երբ որ հանրահավաքներին պարտադրելու հետ կապված խուզարկություններ եք անցկացնում առաջնորդարաններում, Մկրտիչ Սրբազանի մասնավորապես, օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված առաջնորդարանում գնացել էին, այնտեղ նշխարը տրորված բաներ տեսանք, հատվածներ տեսանք, որը բան էր արել հավատացյալների հոգևոր զգացումներն էր ոտնահարել, բայց այդ էլ հələ մի կողմ թողնենք, Մկրտիչ Սրբազանի խուզարկությունից հետո հրապարակվում են կադրեր դոլարների, եվրոների, ինչ որ արծաթե այդ ձուլակտոր եւ այլն Դա հանրահավաքին մասնակցելու հետ ինչ առնչություն ունի, ընդհանրապես ինչի է այդ բանի հետ, մեղադրանքի հետ կապ չունեցող այդ ամեն ինչը նետում դաշտ։ Ձեր ասած նետել դաշտը պայմանավորված է եղել, դուք նշեցիք, որ միայն այդ հոդվածով է վարույթ նախաձեռնել, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դոլարների չկապ։ Յուրացումով, այո, վարույթ են նախաձեռնել։ Սրբազանը յուրացնում էր դոլարների հետ կապված դրա համար եք։ Յուրացման վարույթ է նախաձեռնվել, որ Դոլարի յուրացման հետ ինչ կապ ունի։ Հա, կաշառքավերցրել։ բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Դրա համար Յուրացման գործը։ Չէ, գումարների յուրացում։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Բայց դուք շատ եք հարց տալի ոնց է։ Այս են հոգևոր ոլորտից, այս երկու հարցի տամ ու վերջ։ Դուք օրինակ ինչպես եք մեկնաբանում, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Արշակ Սրբազանի մասին մի գրառում է անում, ես Սրբազանից հետ ինչ գործում ես մեջբերել, բայց քերակնոջ թեմայով։ Այդպիսի մի մեջբերում է անում, հետո դրանից հետո արդեն հայտնվում է դաշտ մարդու անձնական կյանքից գաղտնի նկարահանված մի հատված։ Այսինքն այդ ովքեր են կազմակերպում, իրավապահ կառույցներն են, այդ ճշգրտությունը ինչպես է, որ վարչապետի մոտ հայտնվում է, հա, հավանաբար այդպիսի մի բան, ապացույց կամ ինֆորմացիա չգիտեմ, հետո դա այսպես հրապարակ է նետվում։ Դուք եւ ընդհանրապես մարդկանց մեջ այսպիսի բան կա, հատկապես պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի ընդդիմադիր մարդկանց շրջանում, որ ամենուր գաղտնալսում են, նկարում են, որպես այսպես կոմպրոմատների ինստիտուտ են։ Նախ Փաշինյանի հայտարարության ու հետո այսպես հա լրահոս նետված այդ տեսանյութերի մասին ասեք եւ ձեր կարծիքը, ձեր մեկնաբանությունը եւ երկրորդը
ինչ է, այդ ամեն համատարած նկարելը, բանը գաղտնալստելը, այդ կոմպրոմատները ինչ փուլում են։ Իսկապես այդպեսի ակտիվ իրավիճակ է, դուք Փաշինյանին դիմացող բոլորին այդպես նկարում են։ Իրավապահները դուք չէ՞, այսպես ընդհանուր ասեմ։ Հարգելի լրագրող, ես նախ կրկնեմ, որ չեմ կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունը եւ լիազորված չեմ դրա համար, բայց ես որքան լսել եմ այդ հայտարարության մեջ ըստ էության կոնկրետ անձի անուն, ես չգիտեմ ինչի եք նույնացնում այս տեսագրության հետ, բայց որ արձագանքում էր այդ մարդը։ ես տեղյակ չեմ, բայց նշեմ ինչ վերաբերում է մեր տիրույթում, թե այս դուք արդեն քննչական կոմիտեն նաև հաղորդագրություն ա տարածել, որ այդ մասով նաև վարույթ ունենք նախաձեռնված ըստ էության, այդ վարույթով նախաքննություն է կատարվում եւ համապատասխան անձին կհրավիրվեն հարցաքննության։ Բայց պետության հինգերը չի խարխլում մարդու բաղնիքում տեսանի։ Դուք ուզում եք ապրեք մի երկրում, որտեղ անձին տեսանկարում են գաղտնի իր լոգարանում։ Սա այս Հայաստանում միջոց։ Բայց բերեք մոտենանք այն կախավարկածից դուք անդադ սևեռվել եք, որ էդի արվելա իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք այդ վարկածն եք շրջանառում, բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Հոգեվորականների Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսաձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Դա էլա ձեր խնդիրը։ Ուսումնասիրում եք, բայց չեք գտնում այն մասը, որ նման բան է։ Ճիշտ ասած, քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է իրավապահների գործն է, այսինքն եթե նույնիսկ դուք կարան կանխեն օրինակ։ Եթե նկարելը։ չէ, ոչ թե կանխում շարունակական ձայնագրություն, եթե դուք չեք։ Ներողությունը մեկ այլ հարցի անդրադառնանք սովորական քաղաքացիների խնդիրներ կարծեք անտեսում։ Դուք այն TikTok-ի դեպքը որ կար, որ տղայի գլուխը մեքենայի ապակուտակ էր դրել եւ ապակին բարձրացնում էր վերև։ Այդ գործ ինչու տենց մատների արանքով գնաց անցավ պարոն Պողոսյան։ Հայտնի աղմկարույց դեպք էր։ Դե հիմա չեմ կարող այդ հարցին։ Եթե բանա կարող եք գրավոր կամ չգիտեմ հետաքրքրվել, մենք կպատասխանենք այդ հարցին, չեմ կարող ասել։ Եվ մի անանուն նամակ եմ ստացել քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցներից, որտեղ դժգոհում են աշխատաժամանակի մասին, ասում են, որ առավոտ գնում ենք եւ չգիտենք երբ ենք դուրս գալիս, կարող է գիշերվա 1000-ին զանգեն հետ կանչեն եւ չկա համապատասխան վճարում։ Արդյոք խնդիրը իսկապես այդպես լուրջ է, պարոն Պողոսյան։ Իմ մեջ գրած է քննչական կոմիտեի նախագահ երբ է գնում աշխատանքի վայրից կամ երբ է գնում։ Գուցե դուք եք գրել։ Կարող է։ Բայց խնդիրը քննիչների կա։ Չկա ընդհանուր քննիչները, նշեմ, որ քննիչները, այ ֆայլակը կհաստատի։ Ես ժամը 8-ին գործի տեղն եմ մնում, ամեն առավոտ 8-ից շուտ, եւ շատ ուշ եմ վերադառնում, բայց լսեմ, դա չի խնդիրը։ Ես նշեմ, որ քննչական կոմիտեում նորմալ հոգեբանական մտոլորտ է տիրում եւ քննիչը այսօրվա պայմաններում պարտադիր բոլորը գնում են պարտադիր